ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել, դուք նաև տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա ևս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։ Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին, մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով կնայենք, ընթացք կտանք։ Դիմում է հենց պաշտպանների կողմից է ներկայացվել։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։ Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Գիտեք ինչու, որովհետև իրենց պաշտպաններից մեկը ասում է, որ ձեր այդ ՊՕԱԿ-ի աշխատողներից մոտեցել են Սրբազանի եւ ասել են կարող եք ցանկացած այդ հնարավորություն, բայց ոչ ինձ կա նման մոդել։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աջապաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի ընթացք կտանք։ Բայց չեք տեսնում եք այդ հնարավորությունը, որ ես չժխտեցի, որ այո կարող է նման հնարավորություն լինել։